այս մարդիկ հստակ եկել են, բազմաթիվ խոստումներով։ Այն ճանապարհային արագաչափերի տրիվիալ օրինակը բերեմ, այդ արագաչափերի թեման, արագաչափերը ավելի են շատացել։ Պետական ապարատում այդ ավտոմեքենաների պարկը, ես նայում եմ առանձին մարդկանց, այս վերջերը մի հատ հավաքույթ էր, նույն այդ ֆունկցիոներները հեծանվից այնքան ոչինչ չէին տեսել, $200,000-300,000-անոց ավտոմեքենաներով են ծառայական պարզապես գալիս։ Որ խոստացել են կրճատել, չէ՞։ Խոստացել են կրճատել։ Խնդիրը գիտեք որն է։ Այդ ամեն մեքենան 50, 100, 200, 300 թոշակառուի օրական ուտելիքի փողն է։ Այդ մարդիկ այդ մեքենաները որ ման են գալիս, այդ թոշակառուները բերանից կտրած փողով են մալած։ Այսինքն անբարոյականություն է այս չափի թոշակ ստացող թոշակառուների երկրում այդպիսի շքեղ մեքենաներով բնականաբար, որովհետև դա մեր ազգին հարիր չի եւ այդ կարգի կտրվել մարդկանցից այդ անջրպետ չասեմ, դա բարոյականության մի պատվար է, հետևի կողմում իրենք են հայտնվել։ Այդ ամեն մեքենա եթե $200,000, դա մոտավորապես 50, 60, 70 թոշակառուի օրվա փողն է։